Թեհրանը հստակեցնում է տեղեկատվական պատերազմի թիրախները։ Ավելի քան 200 լրատվամիջոց, կայք և առցանց հարթակ հայտնվել են իրանական հետախուզության սև ցուցակում։ Տասնյակ արտասահմանյան մեդիաների թվում ադրբեջանական պետական ալիքներ կան։ Հայաստանից սակայն որևէ լրատվամիջոց ներառված չէ։ Անջատողական հնարավոր տրամադրություններ ձևավորելու միտում ունեցող են օջախները, որտեղից իրանական կողմը սպառնալիքներ կամ ռիսկեր է նկատում, դա Իրաքի ուղղությունը կլինի կամ այսպես կոչված հարավային Ադրբեջանի տրամաբանության մեջ կարող է լինել կամ բելուջական թեմայի հետ կարող է առնչվել կամ հարավային ղաշղայիների թեմային կարող է առնչվել այն կայքեջերը, հեռուստաալիքները, որոնք իրենց հրապարակումներում նյութեր են տարածում նպաստելով հակաիրանական կամ Իրանի ազգային շահերին կամ միասնականությանը խոչընդոտող, վնասող, սպառնալիքի տակ դնող գործունեությամբ են զբաղվում, Իրանը որոշակի ցանկ է հստակեցրել, մշակել։ Իրանի հետախուզության նախարարության ներկայացրած ցանկն ուղարկվել է նաև երկրի գլխավոր դատախազություն։ Այսուհետ այդ հարթակների հետ համագործակցող Իրանի քաղաքացիները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության։ Կայքեջերից երեքը հենց վերաբերում էին, այսինքն իրենց գործունեությունը վերաբերում է հարավային Ադրբեջանի թեմային։ Եվ ադրբեջանական կայքերում, հեռուստաալիքներում մեր պարբերաբար այդ թեմաները շոշափվել են, հնչեցվել են, բարձրաձայնվել են, այսինքն հավակնություններ արտահայտող։ Գուցե այդ կայքերի մի մասը անվանապես ոչ պաշտոնական են, ոչ պետական են, բայց այնուամենայնիվ պետական աջակցությունը ունեն։ Հենց այդ պատճառով էլ ցուցակում զգալի տեղ են զբաղեցնում ադրբեջանական լրատվամիջոցներն ու հարթակները։ Ադրբեջանական կողմին ամենաշատն են մեղադրանք հասցնում իրանական կողմը այս մեդիա քարոզության մեջ, քանի որ Ադրբեջանը Իսրայելի հետ սերտ կապեր ունի եւ իրանական կողմը այդ ելակետից դուրս գալով բնականաբար Ադրբեջանին առաջին հերթին թիրախավորում է, ինչը չենք կարող ասել հայկական լրատվամիջոցների մասին, որտեղ հայկական լրատվամիջոցները հնարավորինս Իրանի նկատմամբ ունեն օբյեկտիվ վերաբերմունք եւ նաեւ շատ է տարածվում իրանական պաշտոնական տեղեկությունները եւ իրանական կողմը այս առումով խնդիր չունի հայկական մեդիադաշտի նկատմամբ։ Հայաստանյան լրատվականների բացակայությունը ցանկում պատահական չեն համարում մասնագետները։ Մեր մեդիան հիմնականում ներկայացնում է Իրանի վերաբերյալ հավասարակշռված տեղեկատվություն։ Մեր խնդիրն է բավական զգույշ լինել երկու երկրների միջև հարաբերությունները բարեկամական, բայց միևնույն ժամանակ բավական զգայուն են, որովհետև այդ բարեկամական հարաբերությունները պետք է պահպանել եւ կա քաղաքական կամք դրանք զարգացնելու համար։ Հետևաբար պետք է շատ զգույշ եւ ուշադիր աշխատենք։ Լրատվականները կարող են դաշտը, այսպես կոչված, ապականել, բայց քաղաքական երկխոսությունը, անմիջական թափանցիկությունը երկու երկրների միջև եթե պահպանվի, որևէ լրատվականի ազդեցության ներքո այդ մեր երկու երկրների հարաբերությունները չեն կարող վտանգվել։ Այսպիսով Իրանի հրապարակած ցանկը ոչ միայն մեդիա դաշտին ուղղված նախազգուշացում է, այլև արտացոլում է Թեհրանի անվտանգային առաջնահերթությունները։ Իսկ հայաստանյան լրատվամիջոցների բացակայությունը ցուցակում փորձագետների գնահատմամբ վկայում է, որ ոչ միայն հայկական մեդիա դաշտը, այլև Հայաստանը Իրանի կողմից չի դիտարկվում որպես ազգային անվտանգության ռիսկ ստեղծող ուղղություն։ Վոլոդիա Մուշեղյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։